456 գրամ, եթե ինքը պանրով շարմա է համարվում։ Ուզում հասկանում չի համար ամեն ինչ մեջ ֆրիմ։ Ոնց որ Coca-Cola-ն Pit-Stop-ի հետ լավ ընկերություն է անում։ Սենց պանիրն է, սենց պետք է գծելով։ Քիմիոնը լցել են մեջ, ասես սուջուխ ֆրի է։ Այն 630 դրամանոց նրբերշիկները 12 հատ որ վաճառում են, է։ Ողջույն, եթերում է թեստի հաղորդումը։ Համառոտ ներկայացնեմ հաղորդման կոնցեպտի մասին, որից հետո կանցնենք մեր հաջորդ գործընթացին։ Պատվիրելու ենք ուտեստներ Հայաստանի տարբեր ռեստորաններից, սթրիթ ֆուդերից, ֆաստ ֆուդերից, սրճարաններից։ Գնահատելու ենք համը, որակը, փաթեթավորումը։ Եվ իհարկե վերջում տեղյակ կպայենք, թե ինչքան ենք վճարել նմանատիպ ուտեստի համար։ Արժեր վճարել թե ոչ։ Իսկ գոլեգաներիս խնդրում եմ չնեղանալ իմ անկեղծ կարծիքի համար։ Հաղորդումը կվարեմ ես, շեֆ խոհարար Լևոն Մկրտչյանս։ Մեր հաղորդման հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, ով բոլորին առաջարկում է անխափան ինտերնետ, շատ հեռուստաալիքներ, դոմոֆոնային համակարգ եւ 2026 թվականից իր բոլոր բաժանորդներին առաջարկում է նոր ծառայություն, որը կոչվում է F-Time։ F-Time-ը դա մի նոր հարթակ է, որով կարող եք դիտել ֆիլմեր, մուլտֆիլմեր, սերիալներ տարբեր ժանրերի։ Մանրամասների համար թողնում եմ հղումը այստեղ, իսկ մեր հաղորդումը կարող եք դիտել նաև մեր Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում։ Այսօրվա մեր թիրախավորված կետը Pit-Stop-ն է։ Հիմա կներկայացնեմ, թե ինչ եմ պատվիրել Pit-Stop-ից։ Պատվիրել եմ Pit-Stop բուրգեր, արաբական շաուրմա, հավի շաուրմա պանրով, Happy Box, այս շատ հետաքրքրում է ինչա լինելու, հավի ֆիլեով բուրգեր պանրով, hot dog բուրգեր պանրով, սուջուխ բուրգեր, ղավուրմայով բուրգեր։ Այո, ես այսօր որոշել եմ այս բուրգերային այս հատվածը ստանամ։ Ընդհանուր Pit-Stop-ին վճարել եմ 14090 դրամ, առաքման հետ միասին 15667։ Դե ինչ, ես կսկսեմ հիմա իմ փորձարկումը, իսկ Pit-Stop-ի գոլեգաներիս ողջույն։ Դե ինչ, սկսեցինք, մեր պատվերը արդեն մեզ մոտ է, առաքվել է մոտավորապես 40 րոպեվա ընթացքում։ Բնականաբար հաշվի ենք առնում Երևանի խցանումները։ Ես առաջարկում սկսենք hot cheeseburger-ից։ Առաջին հայացքից հետաքրքիր է, որովհետև փայլատի թեղով փաթեթավորված է տաք մնալու համար։ Չորա, անկեղծ չորա։ Pit-Stop-ը որոշել է, որ մենք 3 հոգով ենք ուտելու այս ամենը, բայց ոչինչ։ Ինչ որ անհասկանալի համեր է այստեղ, ես ուզում եմ գտնենք, հա, կա տավարի միս, ինչ որ նրբերշիկ կա, որի համը ընդհանրապես չեմ զգում։ Չորա ու անկեղծ անհարմար է ուտելուն։ Հացի համը սովորական, ինչ որ հետաքրքիր համ չեմ կարողանում գտնեմ։ Չգիտեմ, ինչ որ անհասկանալի համեր է։ Վերջում, հա, կասեմ, ես սրա համար շեշտեմ, որ վճարել եմ 1900 դրամ։ Հաջորդ մեր ուտեստը նշած չի վրան, այսա արդեն իսկ սկզբանե խնդիր է իմ համար։ Ինչ-որ բոլ է, այս իմ համար անընդունելի է, անկեղծ։ Կարծում եմ այս Happy Box-ն է, ինչքան է նշած չէր, բայց հա, ինձ թվում է դա։ Happy Box-ի համար ես վճարել եմ 1440 դրամ։ Այս մի հատի քաշը հաշվի կառնեմ պարտադիր, 300 գրամ, առաքման տարան եթե հանեմ, կարծում եմ մոտ մի 270-60 գրամ։ Տեսեք, համը զգացվում է, միայն մսի։ Ես ինչ-որ հետաքրքիր, տենց անակնկալ համեր չեմ զգում իրանից, չգիտեմ, էլի թող մնա վերջում, որ սենց ներկայացնելուց հետո արդեն կբացատրեմ, որից ինչ համ է գալիս։ Այստեղ ինչ-որ տարօրինակ փաթեթավորման ուտեստ ունեմ։ Տեսեք, օրինակ, չեմ թաքցնի։ Այստեղ երկաթի բաներով փակած է։ Սնունդը ու սա իրար հետ անհամատեղելի են։ Ոչմ։ Այս հավանական է արաբական շաուրմա։ Վճարել եմ 2000 դրամ այս բոքսի համար։ Հետարքիա, աղցան է։ Ինչ-որ հետարքիր համ ունի, բայց մայոնեզի համը շատ է գալիս, բայց համը հետարքիր է, սոուս, չգիտեմ, հա, սխտորի է, լավն է, հետարքիր համ ունի, դե ֆրիի մասին չեմ խոսում, ես ֆրիին փափկս չեմ սիրում, չգիտեմ, միգուցե կարա եւ առաքումից լինի, բայց դե տեղում ուտելուց միգուցե ուրիշ համ լինի, հետարքիր է, չեմ թաքցնի, այստեղ այդ անակնկալ համերը գոյություն ունի, իրոք անկեղծ ասում եմ, ԱՄՆ վատնա, փոխել է պետք, օրինակ ես այդ կտորը
երկաթի համարում եմ անընդունելի իմ համար։ Ինքը կարող շատ սիրուն ինչ-որ նակրեկայով փակված լիներ ու վրան էլ ասենք նշված լիներ, որ ինքը արաբական շաուրման է, որտեվ չգիտեմ, կարող է այնտեղ կա բաղադրության մեջ մի բան, որ մենք ընկերներով պատվիրելու դեպքում չեմ ուզում, որ ես դաժե դա տեսնեմ։ Չգիտեմ, օրինակ թթու վարունգը, օրինակ, կամ ինչ-որ լոլիկը։ Ես կառաջարկեի, որ այստեղ ինչ-որ ինքնակմչուն թղթով կպսրացնիներ անունը կամ այդ հատվածը ստեղով փակվել, այլ ոչ թե երկաթով։ Իրոք դեռ ինչ-որ արաբական հետաքրքիր համեր կա։ Անցնենք ուրեմն մեր հաջորդ ուտեստին՝ ղավուրմա բուրգեր։ Ինչ-որ հայկական մոտիվներ է, հա, ոնց որ արդեն փիստոփում ավելանում։ Էլի փայլատի տեղով փաթաթած։ Ես օքեյ եմ ընդունում, հա, որ ինքը տակա բան։ Все-таки ծերմոյ է, էլի։ Միսը առանձին շատ լավն է, չէ, իրոք շատ լավն է։ Եթե հիմա տեսախցիկով նայեք ինչ sense հաթաթ իրարից առանձնացած։ Հետարքերը ընդհանուր համը ինչպես կլինի։ Վատը չի։ Տեսեք, եթե ես կարդում եմ, որ սա ղաուրմայով բուրգեր է, ես առաջինը միանգամից այդ հլը չկերած ուզում եմ այդ ղաուրմայի համը զգամ, բայց այդտեղ մայոնեզա, սոուսը չեմ հիշում ինչա, կարդացել եմ միգուցե պատվելուց գերակշռում է, անկեղծ գերակշռում է։ Էլի վերջում կասեմ, ջուր եմ ուզում։ Հաջորդ մեր ուտեստը, տեսեք, էլի նույն խնդրի առաջ եմ գալի, էլի շնորհակալություն, որ փայլատի տեղով եք ուղարկել, որ չսառի, բայց էլի վրան նշած չի։ Ես այսպես նայեցի ու մոտավոր պատկերացնում եմ որպես խոհարար, որ սա կարա լինի, օրինակ պանրով շաուրման։ Իրոք ոչ միտեղ գրած չի, էլի։ Եթե սա պանրով շաուրման է, ես ոչ մի պանիր չեմ զգում։ Իրոք։ Նայեք, եթե ինքը պանրով շաուրմա է համարվում, առաջինը ես պետք է հենց այն անվան համը զգամ, ինչով որ ինքը ասոցացվում է։ Ես նայում եմ ըստ իմ ցուցակի պատվերի, օքեյ, եթե սա պանրով շաուրման է, բա ուր է պանիրը։ Չկա, իրոք չկա պանիր, էլի։ Տեսեք։ Ես այդտեղ պանիր չեմ գտնում ինչ-որ։ Եթե սա պանրով շաուրման է, բայց ես կարծում եմ դա, որովհետև այնտեղ ինձ մնացել է արդեն իմ մնացած բուրգերները։ Միգուցե պանրային սոուս է, կարելի է նշել նաև, որ պանրային սոուս է, որ ասենք ինքը կարա համերը խառնվի, դառնա, չգիտեմ, սենց, բայց այս չգիտեմ ինչ է։ Տադամ։ Chicken cheese filet։ Այս թվով իմ երրորդ բուրգերն է։ Մինչև ավարտին ու ամփոփմանը հասնելը մի հատ բան եմ խնդրում, Pitstop ջան, հացդ վերանայ էլի, խնդրում եմ քեզ։ Հայ տեսեք, այստեղ նշած է chicken cheese։ Ես հիմա զգում եմ համ հավը, համ պանիրը։ Ուզում հասկանում ինչի համար ամեն ինչ մեջ ֆրի, սենց ֆրի, խի։ Նորմալ։ Իրոք անկեղծ, նորմալ, չասեմ, էլի լավ։ Զգում եմ պանիրը, հավը զգում եմ, բայց էլի սա խառնացա իրար։ Լավ, չի լինում ես համերը առանձին ստանալ։ Անկեղծ էլի չի կարում դասավորվի նենց, որ սենց ես շեշտել եմ, որ հաղորդումը իրոք հիմնված է անկեղծ կարծիքի համար։ Ու գոլեգաներ ջան, չենք նեղանում իրարից։ Ոնց որ Coca-Cola-ն Pitstop-ի հետ լավ ընկերություն է անում, բոլոր այս ամեն ինչի վրա կա, հա, սենց։ Հոպա, այս ինչն էր, մի հատ նայեմ, Pitstop բուրգեր, հա, ֆիրմային է, քաշա հետարքիր է ինձ։ Լավ, փայլատի տեղը հանեմ նոր, որ հետո չասեն։ 456 գրամ, բաբամ, էլի ֆրի, խի, ինչի, օրինակ կարար, չես կոտլետը, օրինակ, չգիտեմ, իմ առաջարկն է, կարող է ես եմ սխալ ասում, հետո, եթե բան լինի, կարակ ինձ էլ դուք ուղղորդեք, գոլեգաներ ջան, կարար, չես կոտլետի մի հատը վերևում լիներ։
Լավն է մսի համը։ Մի քիչ չոր է։ Ну, ես բուրգերը պատկերացնում եմ, որ sense կծես sense հյութերը գնա sense այդ գժական համը զգաս։ Մսի համը լավն է, բայց չոր է։ Լավ չոր է։ Կամ շատ պրես է արած, կամ հյութալի բաղադրիչները մեջը քիչ է, որտեվ sense բան է կա էլի։ Տեսեք, ուտեստը ուտելուց մենք բոլորս էլ ինչ-որ sense հետարքիր համերի ենք սպասում։ Կապ չունի դաժե եթե տանն ենք պատրաստում այդ ուտելիքը, մեզ պետք է այդ հետարքիր համերը բանսախ ստանալ։ Բայց երբ որ դու պատվիրում ես ուտեստ ինչ-որ տեղից, որը քեզ անունը sense ինչ-որ sense փառահեղ sense հետարքիր է թվում, դու ուզում ես իրան էլի զգաս, դու տանը պատրաստելուց ուրիշ ձև ես զգում, պատվիրելուց ուրիշ ձև։ Հիմա ես անկեղծ ասում եմ ձեզ, ստեղից մենակ վերջում եմ ամեն ինչ ասելու, միակ բանը, որ sense տպավորվել է մեջս, այդ արաբական շաուրմայի համն է։ Եվ մեր վերջի ուտեստին ենք հասնում բուրգերին։ Սուջուխ բուրգեր with cheese։ Այդ տեսեք, հիմա պատկերացումով ես սպասում եմ, որ իրան բացելու եմ, sense կծելու եմ, sense սուջուխի համը զգալու եմ, sense պանիրն եմ, sense պետք է կծելու, sense ցկվի։ Այդ պատկերացումով ես հիմա իրան բացում եմ։ Բայց սա բացելու եմ, էլի երևի մեջը ֆրի լինի։ Լավ էլի։ Շորտ խի ֆրի էլի։ Կարտոֆիլի ֆրի, ինչքան։ Չեմ եք կտում։ Աղբերական կուտես նած, խնդրում եմ քեզ էլի, իրոք լինա ինչ։ Քիմիոնը լցել են մեջ, ասպես սուջուխ ֆրի է, բանա, բուրգերը։ Դե, սկսում ենք առաջի բուրգերից։ Միգուցե տեղերով կարող խառնեմ առաջի երկրորդ որն եմ սկզբից փորձել, բայց հիշում եմ, որը ինչ էր։ Hot dog cheeseburger, այո, ճիշտ եմ հիշում։ Չեմ ուզում ոչ մի ինչ-որ ֆիրմայի թերագնահատեմ, բայց այս նրբերշիկից ես մոտավոր հասկացա ինչի համ եմ առնում, sense։ Այն դա ֆիրմայի անունը չեմ ասելու, չի կարելի որ գովազ չլինի։ Այն 630 դրամանոց նրբերշիկները 12 հատ որ վաճառում են, այդ չի կարա պրոստը համը fast food է համարվում, կարաս, չգիտեմ, ինչ-որ հետարքիր տենց նրբերշիկ դնես։ Չեմ պատվիրի երկրորդ անգամ։ Այս անանուն բոքսը, որ ես կուզեի օրինակ սրանից այս իրա շերտից ինչ-որ հետարքիր համ զգայի, բայց մենակ մսի համն եմ զգում։ Չէ, հաջորդը վերցնում ենք ես։ Chicken cheese filet։ Հա, էսեն էր, հիշեցի, որ համը զգում էի պաների ու հավի, բայց Pit Stop ջան, խնդրում եմ ես ֆրին հանի էլի։ Կարտոֆիլի ֆրին, սաղ տեղերը ֆրի, ինչի համար։ Այդ ձեր խոհանոցում ինչքան շատ ֆրի կա։ Տենց գնահատականով էլ ասեմ, էլի, որ անկեղծ լինի, էլի, ամեն ինչ համել ընկերներն է կոլեգա կհասկանան։ 10-ից 6։ Այս անկեղծ իմ սիրած բանը դարավ։ Կպատվիրեմ երկրորդ անգամ, համը շատ լավն է, բայց կպատվիրեմ կուտեմ տեղում, որ այսենց ամանով չգա ինձ ոչի բան, էլի։ Կուզեի 10-ից 9 ասեի, բայց այս ամանի ու այդ ստեպլերը, որ ստեպլերով սենց փագած է, այդ դրա համար ասում եմ 10-ից 8։ Համը, այդ 8-ը համն է, այն երկուսը այդ վատ բանն է, packaging-ն է իր հատիտավորումը։ Կներեք, էլի չեմ ուզում խոսամ։ Այս սուջուխ բուրգերներ, որը ես դաժե չփորձեցի։ Սուջուխից մի անգամից sense մենակ քիմիոնի համն եմ զգում։ Ուրիշ ոչի բան, մսից սուջուխից չէ, հա։ Ու էլի ֆրի, ու էլի պամիդոր, էլի թթու վարունգ։ Լավ, եթե բուրգերը այդ չի նշանակում, որ այդ միշտ դրա մեջ պետք է լինի լոլիկ, միշտ պետք է լինի թթու վարունգ, ասենք ինչ-որ միտեղ կարար հետարքիչ սոխի չիփսելներ կամ, չգիտեմ, սոխի օղակներ մարինացված, էլի նույն բանը, լոլիկ, թթու վարունգ, ֆրի, ղաուրմա բուրգեր, համով էր։ Չէ, անկեղծ կասեմ, ինչ-որ հետարքիր համ կար, ղաուրմայի համը զգում եմ, բայց այն կողքից էլի այդ ջարդող այդ սոուսը, որ սաղ կորում է, 10-ից 6 կպատվիրեմ էլի տեղում ուտելու համար։ Մեկ էլ տեղում ուտելու համար էլ կասեմ, որ հացը փոխեք։ Ու մեր վերջի Pit Stop բուրգերը, հեղինակային, հա, ոնց է ֆիրմային։ Քաշը, քանիս էր, մի կտոր կերել եմ 456-ի, հա, մոտավոր 456, եթե ճիշտ եմ հիշում։ Կուտեմ իրանց մոտ, բայց մի պայմանով, որ հացը փոխեն, կոտլետի մի շերտը բարձրանա վերև, այս ֆրին հանեք մեջից։ Ֆիրմային բուրգերը, հետարքի ինչ-որ սոուս, հետարքի ինչ-որ, չգիտեմ, մի բան կարող լիներ մեջը, ինչ-որ բանջարեղենի չիփս կարող լիներ, որ սենց կծեիր այդ խրթոցն է գար, ստանդարտ էլի նույն բանը։ Սոուսը լավն է։
Չէ, ստանդարտ համ սխտորի, սովորական սխտորի սոուսա։ Այս սալատի մեջ էլ կարելի է մի քիչ մայոնեզը պակասացնել ու վերջ։ Հաշվի առնելով փաթեթավորումը, հաշվի առնելով փայլաթիթեղների չխնայելը, հաշվի առնելով, որ Coca-Cola-ի հետ լավ ընկերություն անելով հետարքիր բոքսեր էր, հաշիվը չեմ ուզում ասեմ ափսոսում եմ, բայց չարժեր վճարել, անկեղծ ասում եմ։ Ինքը ավելի լավ մի քիչ թանկ լինի, բայց որակով շատ բարձր։ Ընդհանուր այս ամենը pit-stop-ի հետ կապված գնահատում եմ 10-ից 5։ Այս ամեն ինչը փորձելուց հետո արդյունքից ելնելով ուզում եմ pit-stop-ին զուտ որպես տենց կոլեգա խորհուրդ տամ, որ վերանայի համերը, մեծ հաջողություններ եմ մաղթում։ Այս ամեն ինչին ուշադիր եղեք, որովհետև մենք պարտավոր ենք տանք որակյալ սնունդ հյուրին։ Մենք պարտավոր ենք այդ սննդին հետևել միշտ որպես ղեկավարներ։ Մենք պարտավոր ենք նորություն առաջարկել միշտ։ Մնացածը ընթացքից արդեն գնահատում է հյուրը, ոնց որ մենք գնահատեցինք այսօր pit-stop-ի ուտեստները։ Շնորհակալություն, ձեզ հետ ես էի ավագ խոհարար Լևոնը Մկրտչյան։